Հայկական չեզոք դիվանագիտությունն ու Ալիևի թունդ վեկտորները, ով ավելի հասկացված կլինի խոշորների կողմից։ Գործադիրը փաթեթը ուղարկում է մայր դատարան, դատավորները կքննեն Թրիփի համաձայնագրի համապատասխանությունը օրենքի տառին։ Լայն փակած աչքերով Եվրոպան դեռ սպասում է հաշվարկում ու ամուր սեղմում բռնապետի ձեռքը, ինչու չեն գործում հայ գերիների վերադարձի համար։ Թույն ու թշնամի մեկ շշում էներգետիկների չարաշահման դեպքերն ու դրանց անհանգստացնող հետևանքները։ Նորակառույցների Երևանը փոշու հաստ շերտի տակ, շինարարական բումն ու նորմերի կոպիտ խախտումները։ Բուլինգի հայտնաբերման ու կանխման նոր կանոններ, ընդլայնվում են սոցաշխատողի լիազորությունները։ Զեղծարարներին կանգնեցնելու բանկային նոր կոճակ, գործարքներն ավելի վերահսկելի են դառնում։ Բաց դիտահորեր, քանդված փողոցներ, Գյումրին խրամատ է հիշեցնում, ընդդիմությունը բոյկոտում է ավագանու նիստերը։ Ծեծկրտուկ կրակոց օրը ցերեկով հանրային վայրում, միջադեպ Երևանում։ Եվ թանկացել են ձուկը, ձուն, միսն ու կատնամթերքը, սպառողական զամբյուղի գների երկնիշ աճը։ Սա ժամի հիմնական թողարկումն է, ես Տիգրանուհի Կուրգինյանն եմ, բարև ձեզ, բարի գալուստ։ Եվ այսպես իրավիճակը տարածաշրջանում դարձյալ խառնվում է։ Ալիևը Մոսկվայի հետ պարզ լեզվով է խոսում, այս փուլում սուր ու կոպիտ։ Չնայած այդ հանգամանքին նա 2 օրից արտաքին գործերի նախարարին գործուղելու է Մոսկվա բանակցությունների։ Ինչ վարքագիծ ու խոսույթ է որդեգրել պաշտոնական Երևանը։ Փորձագետները այդ ոճը որակում են որպես չեզոք, բայց չեն շտապում հստակ ձևակերպել։ Խանդի տեսարաններ կլինեն, թե չէ, ճիշտ կհասկացվի արդյոք հայկական չեզոք դիվանագիտությունը։ Մերձավոր Արևելքում պատերազմի ազդեցությունը զգացվում է նաև Հարավային Կովկասում, որտեղ խաչվում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի շահերը։ Այս ֆոնին Ադրբեջանը շարունակում է կոշտացնել իր հռետորաբանությունը։ Ադրբեջանը ավելի լայն հնարավորություններ ունի եւ ռեսուրսները հաշվի առնելով եւ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը եւ հաշվի առնելով տարածաշրջանում ունի ավագ եղբայր։ Դրա համար էլ իրենք փորձելու են ավելի շատ մանևրել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև, փորձել դառնալ կապող օղակ Եվրոպայի եւ Ասիայի միջև, այդ թվում երիշխանություն հաստատելով ամբողջ Հարավային Կովկասում։ Ինչ վերաբերում է Ամերիկա իրանական նոր սկսված բախման, ապա դա կարճաժամկետ բախում է եւ պատերազմը չի ընդլայնվելու։ Իրանը իր հերթին հասկանում է, որ Միացյալ Նահանգները եւ նրա նախագահն ընկել են իր սուղակը, դրա համար ինքը չի պատրաստվում զիջումների գնալու եւ պատրաստվում է մաքսիմալ ուրեմն օգուտ ունենալ այս Տրամպի համար, որ ցանկալի իրավիճակից։ Դրա համար ինքը անդադ հարվածում է, ռմբակոծում է ամերիկյան բազաներին։ Ալիևը վերջին ելույթներում կրկին խիստ քննադատել է խորհրդային անցյալը, այն բնութագրելով որպես Ադրբեջանի զարգացմանը խոչընդոտած շրջան։ Հեյդարի որդու ձևակերպմամբ խորհրդային համակարգի պայմաններում երկիրը զրկված էր լիարժեք ինքնիշխանությունից։ Այդ հայտարարություններն ըստ փորձագետների դիտարկվում են նաև որպես Բաքվի շարունակական հեռացում Մոսկվայի ավանդական ազդեցության գոտուց։ Ադրբեջանում հասկանում են, որ որպես պետություն նրանք մեծապես պարտական են հենց Ռուսաստանին, որովհետև դա մեծաշող խորհրդային կայսրության օրինաց պետությունն է։ Այլ հարց է, որ քանի որ Ադրբեջանը բավականին կարևոր դեր է ստանձնել Ռուսաստանի այդ ստվերային արտահանումների համար որպես կապող օղակ, հիմա Ադրբեջանը այդպիսի կոշտ հայտարարություններով փորձում է հնարավորինս ավելի թանկ վճարել իր այդ ծառայությունները Ռուսաստանին։ Ըստ քաղաքագետների, եթե Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղեգիծը բավականին հստակ է, Թուրքիայի հետ ռազմավարական դաշինք, սերտ համագործակցություն Իսրայելի հետ եւ հարաբերությունների զարգացում Արևմուտքի հետ, ապա Հայաստանի դեպքում պատկերը շատ ավելի բարդ է։ Հայաստանն այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական բարդ հանգույցում։ Մի կողմից Իրանը Հայաստանի միակ հարավային սահմանակից պետությունն է, որի հետ պահպանվում են տնտեսական եւ տրանսպորտային կենսական կապերը, մյուս կողմից վերջին տարիներին Երևանը հետևողականորեն ընդլայնում է համագործակցությունը Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Հնդկաստանի հետ, հատկապես պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում։ Վերջին շրջանում պաշտոնական Երևանը բաց խոսում է անվտանգության եւ ռազմական մատակարարումների դիվերսիֆիկացման մասին։ Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությունը ցավոք կախված է հենց թուրք-ադրբեջանական այդ տանդեմի բարեհաճությունից։ Կլինի այդ բարեհաճությունը մենք կարողանանք հնարավորինս պակաս կորուստներով փոխել մեր արտաքին քաղաքական վեկտորը, չէ, հետևանքները կարող են շատ ավելի ցավոտ լինել։
Հայաստանը փորձում է իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Այն չի ցանկանում կորցնել Իրանի հետ հարաբերությունները, սակայն միաժամանակ փորձում է նվազեցնել անվտանգային կախվածությունը Ռուսաստանից, զարգացնելով կապերը Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի հետ։ Տեղական եւ միջազգային վերլուծական կենտրոնների գնահատմամբ Հայաստանի վարքագիծը կարելի է բնութագրել որպես զգուշավոր չեզոքություն։ Սակայն ամենամեծ հարցը Հայաստանը վերջնականապես հեռանում է Ռուսաստանից։ Կարծում եմ, որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք, անգամ կարծում եմ, որ մենք անդառնալիության կետը արդեն անցել ենք եւ անգամ եթե հիմա իշխանությունները փորձեն վերադառնալ ինչ-որ բաց շտկել, Հայաստանը դրա համար չափազանց թանկ գին ստիպված կլինի վճարել։ Հայաստանը այստեղ մի անելիք ունի, պիտի բոլոր խաղադրույքները չկատարի մի ուղղությամբ, որովհետև հակառակ դեպքում տանելու դեպքում մենք կարող ենք շատ լուրջ իսկապես ծանր վտանգների առջև հայտնվել։ Եվրոմիությունը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի վատություն անելու համար։ Նա չի գնում դեպի արևմուտք։ Հայաստանը փորձում է պահպանել բազմավեկտոր ուղեգիծը, միաժամանակ խորացնելով կապերը արևմուտքի հետ եւ չխզելով հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Որքան կենսունակ կլինի այս հավասարակշռությունը, ըստ վերլուծաբանների, դա մեծապես կախված կլինի ոչ միայն Երևանի որոշումներից, այլև թե ինչ ուղղությամբ կզարգանան Իրանի շուրջ իրադարձություններն ու տարածաշրջանային մրցակցությունը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Թրիփի համաձայնագրի վավերացման հարցն ընդգրկվել է կառավարության վաղվա նիստում։ Որոշման նախագծով նախատեսվում է դիմել սահմանադրական դատարան, պարզելու համաձայնագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը մեր երկրի մայր օրենքին։ Եթե սահմանադրական դատարանը պարտավորությունները ճանաչի սահմանադրությանը համապատասխանող, ապա կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կփոխանցվի ազգային ժողով։ Եվրոպական ուժեղ ճնշումը կարող է վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին, կարող է միանշանակ իրավապահների պնդումն է, ընդ որում թե հայ, թե եվրոպացի։ Բայց Բրյուսելում հապաղում են ու ամենայն հավանականությամբ հաշվարկ անում։ Վերջերս էլ եվրահանձնակատարը ամուր սեղմեց Ալիևի ձեռքը ու բռնապետին շնորհակալություն հայտնեց խաղաղություն նախաձեռնելու Եվրամիության հուսալի գործընկեր լինելու համար։ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերին ազատ արձակելու հարցում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ անհրաժեշտ եվրաքաղաքական ճնշումը հայ իրավապաշտպանները չեն տեսնում։ Նրանք այս մասին հենց Եվրոպական խորհրդարանում են հայտարարում։ Ցավոք նկատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի միանշանակ դիրքորոշումը էականորեն չի դրսևորում Եվրոպական միության գործադիր իշխանության քաղաքական վարքում, եւ մենք Ադրբեջանի վրա անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եվրոպական միության գործադիր իշխանության կողմից։ Բրյուսելում եվրոպական հարկի տակ հայ եւ միջազգային իրավապաշտպաններին, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող ռազմագերիների ընտանիքների անդամներին ընդունել եւ այս քննարկումը նախաձեռնել են եվրոպացի падգամավորները։ Նրանք եւս կիսում են Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ, այժմ Բաքվի բանտում պահվող Դավիթ Իշխանյանի որդու մտահոգությունը։ Հիասթափված են Եվրոպայի գործադիր իշխանության աշխարհաքաղաքական ակնկալիքները ստվերել են, թե Եվրոպական խորհրդարանի կամքը, որով պահանջել էին հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, թե այն արժեքները, որոնց վրա հիմնված է այս միությունը։ Քաղաքական բանտարկյալների հարցը պետք է արժանանա առավելագույն առաջնահերթության եւ չդրվի վտանգի տակ։ Իսկ այն, որ այս հարցում արդեն իսկ էական մարտահրավերներ կան, եւս փաստում են եվրոպական դահլիճում։ Ադրբեջանում պահվող հայ պատանների հարցը Ադրբեջանի հետ հարաբերություններում Եվրամիության համար պետք է դառնա օրակարգային։ Բարձր ներկայացուցչի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական մյուս մարմինների, միությանն անդամակցող երկրների պատվիրակությունների կողմից այդ հարցը պետք է շարունակաբար բարձրացվի Ադրբեջանի իշխանությունների առաջ։ Եվրոպան Ադրբեջանից պետք է պահանջի երաշխիքների փաթեթ, որը կներառի անկախ մարդասիրական կազմակերպությունների մուտք Ադրբեջանում պահվող հայ պատաններին, մշտական կապ նրանց ընտանիքների հետ, ինչպես նաև անկախ բժշկական հետազոտություն, փաստաբանի հասանելիություն եւ դատավճիռների հրապարակայնություն։ Առանց արդարության չի կարող լինել խաղաղություն, ասում է միջազգային դատարաններում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։ Սիրանուշ Սահակյանը պնդում է, չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը պատասխանատվությունը փոխարինի հաղթողի արդարադատությամբ։ Ադրբեջանը, որը պատերազմական հանցագործություններ է իրականացրել
իրականացրել եւ չի կրել պատասխանատվություն հայերի նկատմամբ կատարած վայրագությունների համար, այժմ ներքին դատավարությունների միջոցով հայ գերիներին ներկայացնում է որպես ահաբեկիչներ եւ ռազմական հանցագործներ։ Իրական խաղաղության գործընթացը չի կարող կառուցվել տեղահանված ժողովրդի ներկայացուցիչների բանտարկության, գերիներին նրանց ընտանիքներից եւ փաստաբաններից մեկուսացնելու, ինչպես նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարտադիր ուժ ունեցող վճիռները չկատարելու հիման վրա։ Սիրանուշ Սահակյանը ահազանգում է, չնայած պարտավորությանը, Ադրբեջանը մինչև օրս նույնիսկ չի ապահովում վստահորդների հետ անսահմանափակ եւ անխոչնդոտ գաղտնի հանդիպումներ ունենալու գերիների միջազգայինորեն ճանաչված բացարձակ իրավունքի իրացումը։ Նրանք պարզապես կալանավորված անձինք չեն, սովորական քրեական դատավարության ընթացակարգով, այլ արդյունավետ կերպով օգտագործվում են որպես գործիք Հայաստանի հետ հարաբերություններում այսպես կոչված պատանդային դիվանագիտության համար։ Ադրբեջանի հետ շփումներում հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը դարձնել առաջնահերթություն, համաժողովն ավարտվում է միասնական այս կոչով։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 7 միլիոն ամերիկյան դոլարի արտադրանք։ Ադրբեջանական ԱՊՊ-ն վկայակոչելով պետական մաքսային կոմիտեին հայտնել է, որ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0.10%-ը։ Ընդհանուր առմամբ 2026-ի առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 24 միլիարդ ամերիկյան դոլար։ Հիմա փոքրիկ դադար այն մասին, թե ինչ ունենք հաղորդման երկրորդ հատվածում։ Թույն ու թշնամի մեկ շշում, էներգետիկների չարաշահման դեպքերն ու դրանց անհանգստացնող հետևանքները։ Նորակառույցների Երևանը փոշու հաստ շերտի տակ, շինարարական բումն ու նորմերի կոպիտ խախտումները։ Բուլինգի հայտնաբերման ու կանխման նոր կանոններ, ընդլայնվում են սոցաշխատողի լիազորությունները։ Սա ժամի գլխավոր թողարկումն է, բարի վերադարձ։ Մեր Երևանը փոշու հաստ շերտի տակ է, օրորի վերխոյացող շքեղ բարձրահարկերը իհարկե լավ են, բայց շինարարը հաճախ հատուկ սահմանված նորմերը չի պահպանում, նաև վերահսկողություն չկա։ Դրա համար էլ պատուհան բացելը, մաքուր օդ շնչելը ճոխություն է դարձել։ Բազմաթիվ ահազանգեր է ժամը ստացել բնակիչներից, խնդրի մանրամասները Արմեն Աթալյանի ռեպորտաժում։ Երևան Դավթաշեն վարչական շրջան մեր օրը հերթական բացահարկի ֆունդամենտն է փորվում, որպեսզի որոշ ժամանակ անց տարածքում իրականացվեն բետոնապատման աշխատանքներ։ Ինչպես տեսնում եք, փորման աշխատանքներն առաջացնում են մի բան, որը մեր աչքին արդեն շատ սովորական է դարձել՝ փոշի։ Երևանյան օդը հագեցած է փոշով։ Դրա չափականակը նկատելիորեն մեծանում է հատկապես երեկոյան ժամերին, երբ քամին ուժգնանում է։ Բայց վերադառնանք Միկոյան փողոցի ապագա նորակառույցի հիմքի փորման աշխատանքներին։ Ոչ վաղ անցյալում գործադիրը կարծես նորմեր էր սահմանել, որոնք արգելում էին շինարարին ամեն ինչ անել այնպես, ինչպես դա արվում է այս կադրերում։ 2026 թվականի հունվարին ընդունված նորմերով կառուցապատողներին բավարար ժամանակ էր տրվել անհրաժեշտ սարքավորումներ գնելու եւ շինհրապարակները կահավորելու համար։ Նոր կարգավորումը գործում է արդեն 1 ամիս։ Այսպիսով, Հայաստանի բոլոր բնակավայրերում շինարարական հրապարակի արտանետումները պետք է վերահսկվեն աշխատանքների ողջ ընթացքում, պետք է իրականացվեն փոշենստեցման միջոցառումներ, պետք է կիրառվեն օդի մաքրման համակարգեր, փոշե որսիչ, փոշե ճնշիչ, ջրային մառախուղ առաջացնող սարքավորումներ։ Փորվող գրունտը պետք է խոնավեցվի, որպեսզի փոշի չբարձրանա եւ շնչահեղձ չանի շրջակա շենքերի բնակիչներին։ Նույնիսկ քաղաքապետն էր օրերս ֆիքսել, որ իրենց կողմից հրապարակված նոր կարգավորումներին կարծես ոչ բոլոր շինարարներն են հետևում։ Հիմա ձեր ձեռքին կան գործիքներ, որպիսի ամբողջ քաղաքով դուք կազմակերպեք, որ բոլոր շինհրապարակները պատշաճ կահավորված լինեն, հագեցած լինեն փոշու պաշտպանիչ ցանցերով, ջրի թնդանոթներով եւ օդի որակի չափիչ սարքերով։ Օրենսդրորեն գուցե թե բոլոր գործիքները տրվել են պատասխանատու պետական մարմիններին, սակայն գետնի վրա այդ գործիքների կիրառության արդյունքը միշտ չէ որ երևում է։ Քաղաքի կենտրոնում շինարարները գուցեև սրբորեն պահպանում են սահմանված չափորոշիչները, բայց ոչ արվարձաններում։
անցնեք քաղաքով, դուք այդպիսի տեսարան չեք տեսնի։ Շատ քիչ կազմակերպություններ են, որոնք օգտագործում են շինարարական օբյեկտներում ջրցան մեքենաները։ Դա շատ քիչ տոկոս է կազմում։ Իսկ ինչն է այս իրավիճակի պատճառը։ Մասնագետները նշում են, որ բիզնեսմենները շինաշխատանքների կազմակերպման process-ում դեռ նախկին իներցիայով են առաջնորդվում։ Այսինքն չկա անկալում, որ հնարավոր խախտումները կարող են լուրջ հետևանքներ առաջացնել։ Հիմա իրան ավելի է ձեռ տալիս ինքը տուգանք վճարի, քան թե բերի ջրցան մեքենա։ Այսինքն տուգանքը այնպիսի մեծ պիտի լինի, որ ինքը գերադասի նորմերը պահպանի, քան թե վճարել տուգանք։ Նախ տուգանքների թվերն են ահռելի մեծ եւ վախենալու, ել չասեմ մինչեւ իսկ կասեցում կարա տեղի ունենա։ Ճիշտ եմ հիշում, պարոն Մարգարյան։ Հիմա հետեւապես հարգելի գործընկերներ, ես քաղաքում մինչեւ տարվա վերջ չտեսնեմ մի շինհրապարակ, որը խնդրահարույց է։ Ենթադրվում է, որ զգուշացումներից հետո սահմանված պատիժների կիրառման դեպքում միայն ձեռնարկատերերը կսկսեն հետևել այն ամենին, ինչը սահմանվել է օրենքով եւ նորմերով։ Մինչ այդ, ինչպես այս դեպքում է, մայրաքաղաքի օդը շարունակելու է հարստանալ փոշոր, ավելի անտանելի դարձնելով հարակից շենքերի բնակիչների կյանքը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Երեխաների նկատմամբ Հայաստանում դրսևորվող բուլինգի դեպքերի հայտնաբերման, դրանց պաշտպանության և արձագանքման նոր մեխանիզմ է սահմանվում։ Բուլինգի ենթարկվող երեխաների վերաբերյալ տեղեկությունը ստանալուն պես համայնքային սոցաշխատողը պարտավոր է լինելու միջամտել իրավիճակին և ցուցաբերել մասնագիտական աջակցություն։ Պատասխանատու մասնագետները պետք է տեղեկացվեն դեպքի գրանցումից հետո մինչև 12 ժամվա ընթացքում։ Դրանից հետո էլ ևս 30 օր կհատկացվի մշտադիտարկման, այնուհետև հետագա 6 ամիսների ընթացքում լրացուցիչ գնահատման համար։ Սկզբնական փուլում մի փոքր գործնական բարդություններ միանշանակ կլինեն, որովհետև մեխանիզմը նոր է։ Սա ընդհանրապես առաջին քայլն է, այլ ոչ թե ամբողջական պատկերի փոփոխություն։ Եվ եթե առաջին քայլը իրականացվի իրավական հիմքերը ստեղծելով, երկրորդ քայլով կազմակերպեն ճիշտ վերապատրաստումներ, երրորդ քայլով այդ մասնագետները ճիշտ կարողանան իրականացնեն իրենց գործառույթները, մենք ունենանք արդյունավետ մեխանիզմ։ 13-ամյա աղջկա մահվան շրջանառվող հնարավոր վարկածներից մեկն էլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումն է։ Դա իհարկե կպարզեն մասնագետները։ Բայց այն, որ այս ըմպելիքները չարիք են դեռահասների համար, արդեն անքննարկելի իրողություն է։ Կոչն ու հորդորը մեկն է, բացառապես առողջության պահպանման նկատառումներով բացառել այս ըմպելիքի օգտագործումը կամ գոնե պահել չափը։ Արտաշատի քաղցրաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Մահացել է մարզական հաջողություններ ունեցող ֆուտբոլով զբաղվող 13-ամյա մի աղջիկ։ Նախնական տեղեկություններով մահվան հանգամանքներին վերաբերող գյուղում շրջանառվող վարկածներից մեկը էներգետիկ ըմպելիքի օգտագործմանն է վերաբերում։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չեն հրապարակվել։ Մահվան ստույգ պատճառներն էլ դեռևս հայտնի չէ։ Հաստատված բան չի կոնկրետ, էլի, մարդիկ տարբեր բան են խոսում։ Դա գյուղի խոսակցությունն է, ժողովուրդն է դες խոսում։ Իսկ ինչից է եղել, դա դատաբժշկական փորձաքննությունը կասի արդեն ինչից է եղել։ Մեր ունեցած ինֆորմացիայով երեխան ջերմել է, տեղափոխել են հիվանդանոց, գլխի հատվածում ասին թարախային պրոցեսներ կա։ Էներգետիկ ըմպելիքները հաճախ ներկայացվում է որպես հոգնածության հաղթահարման և աշխատունակության բարձրացման միջոց։ Մասնագետները սակայն զգուշացնում են, որ դրանք նախատեսված չեն երեխաների և դեռահասների համար։ Էներգետիկ ըմպելիքների հիմնական բաղադրիչներից է մեծ քանակությամբ կոֆեինը, շաքարը, տաուրինը, գուարանան, ինչպես նաև տարբեր խթանիչ նյութերն ու վիտամինները։ Հենց կոֆեինի բարձր պարունակությունն է համարվում վտանգավոր դեռևս զարգացող օրգանիզմների համար։ Բժիշկները շեշտում են կոֆեինի մեծ չափաբաժինը կարող է առաջացնել սրտխփոց, արյան ճնշման բարձրացում, ձեռքերի դող, գլխապտույտ, անհանգստություն, անքնություն, գլխացավ, սրտխառնոց և ջրազրկում։ Եթե էներգետիկ ըմպելիքն օգտագործվում է հաճախ կամ մեծ քանակությամբ, վտանգը կարող է էապես աճել։ Իրավիճակը հատկապես ռիսկային է, երբ ինտենսիվ մարզումներից առաջ կամ հետո դեռահասները կարճ ժամանակահատվածում են մեծ չափաքանակով էներգետիկ ըմպելիք օգտագործում։ Նման դեպքերում սիրտն աշխատում է ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, իսկ ջրազրկման ֆոնին կարող են առաջանալ լուրջ բարդություններ, հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն սրտի չախտորոշված հիվանդություններ կամ այլ առողջական խնդիրներ։
Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական հերացի վերլուծական կենտրոնից նշում են, որ վերլուծությունները ցույց են տալիս գալի տարածվածությունը եւ դրա հետևանքով կողմնակի բարդությունները, հատկապես սրտանոթային եւ նեյրովեգետատիվ համակարգերի վրա բացասական ազդեցությունը։ Մասնավորապես վերլուծության արդյունքում հայտնաբերվել է սրտի կանգի 9 դեպք, որոնցից 3-ը ավարտվել են մահվան ելքով։ Մասնագետները նշում են, որ էներգետիկ ըմպելիքները կարող են բացասաբար ազդել նաեւ դեռահասների նյարդային համակարգի վրա, մեծացնելով գրգռվածությունը, անհանգստությունը, ինչպես նաեւ խանգարել քնին ու ուշադրության կենտրոնացմանը։ Բարձր շաքարի պարունակությունն իր հերթին նպաստում է ավելորդ քաշին, նյութափոխանակության խաթարմանը։ Այնուամենայնիվ, առողջապահական կազմակերպությունները տարիներ շարունակ խորհուրդ են տալիս, զգուշացնում, հիշեցնում, որ երեխաներն ու դեռահասները հնարավորինս խուսափեն էներգետիկ ըմպելիքներից, քանի որ անվտանգության հետ կապված հնարավոր ռիսկերը տարիքային այս խմբի համար լավ ուսումնասիրված են։ Մասնագետները ծնողներին հորդորում են լինել զգուշավոր եւ ուշադրություն դարձնել, թե ինչ են օգտագործում իրենց երեխաները, իսկ վատ ինքնազգացողության, սրտխփոցի, գլխապտույտի կամ այլ ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Հիմա փոքրիկ դադար այն մասին, թե ինչ ունենք հաղորդման երրորդ հատվածում։ Զեղծարարներին կանգնեցնելու բանկային նոր կոճակ, գործարքներն ավելի վերահսկելի են դառնում։ Բաց դիտահորեր, քանդված փողոցներ, Գյումրին խրամատ է հիշեցնում, ընդդիմությունը բոյկոտում է ավագանու նիստերը։ Ծեծկրտուկ կրակոց օրը ցերեկով հանրային վայրում, միջադեպ Երևանում։ Եվ թանկացել են ձուկը, ձուն, միսն ու կատնամթերքը, սպառողական զամբյուղի գների երկնիշ աճը։ Մետեո աշխարհ ջերմաստիճանը կնվազի ավելին քիչ ուշ։ Դուք դիտում եք ժամի հիմնական թողարկումը, բարի վերադարձ։ Բանկային հավելվածներում նոր կոճակ կա, ստոպ։ Այն հասանելի է դարձել խարդախությունից պաշտպանվելու համար եւ թույլ է տալիս ժամանակավորապես սարքելափակել առանձին ծառայություններ, օրինակ վարկի ստացումը, փոխանցումները, քարտից քարտ գործարքները, առցանց վճարումները, ավանդից գումարի հեռավար ելքագրումը եւ այլն։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաեւ մեկ հպումով կասեցնել բոլոր գործարքները։ Գործիքը նախատեսված է հատկապես այն դեպքերի համար, երբ օգտատերը կասկածում է, որ իր հավելվածը արդեն մենակ իրենը չէ։ 2025 թվականի ընթացքում գրանցված եւ հաշվետվությամբ ներկայացված կենտրոնական բանկ զեղծարարությունների քանակը 1102-ն է։ Դրանցից 643-ը անցած տարի, 643-ը 3-ի ընթացքում նաեւ վարկ է ձևակերպել։ Մտնում են մարդու վստահության մեջ եւ մարդուց վերցնում են այն տվյալները, որոնք անհրաժեշտ են մտնել թվային հավելված։ Շիրակ ավիաընկերությունը նշում է իր 4-րդ տարեդարձը։ Ավիաընկերությունը 4-րդ ամյակին նվիրված 4 անակնկալ է մատուցել իր ուղևորներին։ 3 նոր ուղղություն եւ 1 նոր ինքնաթիռ, որը գրելու է հայտնի երգչուհի Տաթև Ասատրյանի անունը։ Ընկերությունը չվերթներ է իրականացնում Զվարթնոց օդանավակայանից։ Շիրակ ավիայի անցած ճանապարհը առաջին քայլերից մինչև այսօր։ Նաիրի Մուրադյանի ռեպորտաժում։ Օդանավակայանում յուրաքանչյուր օր սկսվում է նույն կերպ, բայց յուրաքանչյուր թռիչք իր պատմությունն ունի։ Մինչև ուղևորները պատրաստվում են մեկնել իրենց ընտրածողությամբ, կուլիսներում տասնյակ մասնագետներ են աշխատում, որպեսզի թռիչքը լինի անվտանգ, ժամանակին եւ հարմարավետ։ 2022 թվականի հուլիսի 14-ին Շիրակ ավիան իրականացրեց իր առաջին կոմերցիոն չվերթը Երևան-Մոսկվա ուղղությամբ։ Այս պատմությունը հայկական ավիացիայի երիտասարդ ներկայացուցիչներից մեկի Շիրակ ավիայի մասին է, որն արդեն 4 տարի իրականացնում է կանոնավոր միջազգային չվերթներ։ Գործունեության 4 տարիների ընթացքում Շիրակ ավիան իրականացրել է մոտ 3000 կանոնավոր չվերթներ, տեղափոխել է մոտ 700,000 ուղևոր, օդանավերի բեռնվածության տոկոսը կազմում է 90%, ինչը շատ բարձր ցուցանիշ է։ Չվերթները հիմնականում կատարվում է Երևանից։ Շիրակ ավիան Հայաստանյան քիչ մասնավոր ավիաընկերություններից մեկն է, որը կարողացավ ստեղծել սեփական կանոնավոր երթուղային ցանցը եւ պահպանել գործունեությունը մրցակցային շուկայում։ 4 տարի առաջ իր գործունեությունը սկսած Շիրակ ավիան այսօր արդեն հայկական քաղաքացիական ավիացիայի ճանաչելի խաղացողներից է։ Մինչև օրս դինամիկ զարգանում ավիակամպանիան։ Ունենք սերվիսներ թռիչքի ընթացքում, որը անվճար են, դրա պատճառով պատկերացնում եմ
դա գոհացնում է ուղևորներին։ Գործունեության ընթացքում Շիրակ ավիան բացել է կանոնավոր չվերթներ դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Սամարա, Ուֆա, Նիժնի Նովգորոդ, Օրենբուրգ, Պերմ, Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ։ Սկզբնական շրջանում շահագործելով Boeing 737-500 ինքնաթիռներ, ընկերությունը հետագայում ավելացրել է նաև Boeing 737-800-ը։ Իսկ ահա ընկերության ձեռք բերած նոր ինքնաթիռը կկրի հայտնի երգչուհի Տաթև Ասատրյանի անունը։ Անուն, որի իմաստն է տալ թևեր։ Ինչը ասոցացվում է մեր ավիաընկերության գործունեության հետ։ Օգոստոսի կեսերին ակնկալվում է նաև 4-րդ օդանավի ժամանումը։ Շիրակ ավիայի բոլոր ինքնաթիռները եւ թռիչքային անձնակազմը համապատասխանում են եվրոպական ստանդարտներին։ Եվ ահա տարվա անակնկալը եւս 3 նոր ուղղություն, ինչը Շիրակ ավիայից օգտվողների համար թռիչքները հանգիստը կդարձնեն ել ավելի հետաքրքիր եւ արդյունավետ։ Մալի, Բալի եւ Փուկետ ուղղություններով չվերթները մեկնարկելու են նոյեմբեր։ Շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ, իսկ պահանջարկի աճին զուգահեռ չվերթների քանակները ավելանալու են։ Շիրակ ավիան այս 4 տարիների ընթացքում ձևավորել է ուժեղ թիմ, ձեռք բերել ուղևորների վստահությունը եւ շարունակելու է զարգանալ, պահպանելով անվտանգության եւ որակի բարձր չափանիշները։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Սպիցքորը 64-59, սա Հայաստանի առաջին կիսամյակի ամենաարագ բջջային ցանցի Viva-ի ցուցանիշն է։ Միջազգային հեղինակավոր Ուկլա ընկերությունն է կապի վերլուծություն արել, ներդրումներ ու արդիականացում, սա է Viva-ի հաջողության գրավականը։ Հայաստանի ամենաարագ բջջային ցանցը Viva-ինն է։ Այս գնահատականը տվել է կապի ոլորտի վերլուծություններով զբաղվող միջազգային հեղինակավոր Ուկլա ընկերությունը Speed Test Award մրցանակաբաշխության շրջանակում։ 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով Viva-ն Հայաստանի բջջային օպերատորների շարքում զբաղեցրել է առաջին տեղը Speed Score-ի 64-59 ցուցանիշով։ Ներբեռնման միջին արագությունը կազմել է 101.44 մեգաբիտ/վայրկյան, իսկ վերբեռնմանը 21.99 մեգաբիտ/վայրկյան։ Մրցանակը հիմնված է Speed Test Intelligence հարթակի տվյալների վրա, որոնք ձևավորվել են մրցանակաբաշխության ժամանակահատվածում Հայաստանում օգտատերերի իրականացրած ավելի քան 147,648 բջջային ցանցի թեստերի արդյունքների հիման վրա։ Viva-ում նշում են, այս ճանաչումը երկարամյա ներդրումների եւ ցանցի շարունակական արդիականացման արդյունքն է։ Այս ճանաչումը մեր երկարամյա հանձնառության արտացոլումն է, զարգացնելու այնպիսի ցանց, որը մեր բաժանորդներին կապահովի հնարավոր լավագույն փորձառությամբ։ Մենք շարունակում ենք ներդրումներ կատարել հաջորդ սերնդի բջջային տեխնոլոգիաներում, ընդլայնել ծածկույթը եւ մեծացնել ցանցի թողունակությունը, որպեսզի անհատները, բիզնեսները եւ պետական կառույցները գտնվելու վայրից անկախ օգտվեն հուսալի եւ բարձր արագությամբ կապից։ Այս ճանաչումը մեր թիմի նվիրված աշխատանքի գնահատականն է եւ վերահաստատում է մեր հանձնառությունը ապահովելու հուսալի եւ բարձրորակ ցանց, որը նպաստում է Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։ Հայաստանում միակ 5G+ ցանցի գործարկումը նոր կարևոր հանգրվան է երկրի թվային ենթակառուցվածքների զարգացման ճանապարհին եւ ամուր հիմք է ստեղծում Հայաստանի թվային տնտեսության հետագա զարգացման համար։ Ընկերությունը առաջինն է Հայաստանում գործարկել կոմերցիոն 3G UMTS HSPA ցանցը 2009 թվականին, 4G LTE ցանցը 2010 թվականին, 5G ցանցը 2023 թվականին եւ 5G+ ցանցը 2026 թվականի հուլիսին, ել ավելի ամրապնդելով իր առաջատար դիրքը հաջորդ սերնդի բջջային կապի տեխնոլոգիաների ոլորտում։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ 3 Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռերի փողոցի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնասպանություն է գործել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի առաջին մասով։ Օրվա կարևոր լուրերը տեսաշարում։ Սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակվել հուլիսի 12-ին Երևանի Վաղարշան փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքից, կրակոցներից եւ վրաերթից։ Վաղարշան փողոցում կրակոցներին զուգահեռ արձանագրվել է նաեւ ավտոմեքենաների բախում։ Կադրերում երևում է նաեւ, թե ինչպես են գետնին ընկած տղամարդուն ոտքերով հարվածներ հասցնում։ Ծեծկռտուքի եւ քրեական միջադեպով քրեական վարույթ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով մեկ անձի նկատմամբ։
Գյումրու հավագանու արտահերթ նիստը լարված է անցել։ Չնայած քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը բոյկոտել է հավագանու արտահերթ նիստը, այնուամենայնիվ նիստը կայացել է։ Օրակարգում 37 հարցեր, որոնք վերաբերում էին համայնքի զարգացմանն ու բնակիչների առօրյային, փոխհաշինական եւ բարեկարգման ծրագրերին, համայնքային գույքի կառավարմանը, բյուջետային փոփոխություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալական հարցերին։ Հավագանու ընդդիմադիր անդամները հայտնել են, որ Գյումրին խրամատ է հիշեցնում, դիտահորերի կափարիչները չկան, քաղաքի կամուրջների վրա աշխատանքները դանդաղ են ընթանում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 5.1%։ Հատկանշականն այն է, որ առավել շատ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները եւ ծառայությունները։ Ըստ վիճակագրական կոմիտեի սննդամթերքը թանկացել է 8.8%-ով, ալյուրն ու ձավարեղենը թանկացել են 4.6%-ով, տավարի միսը 23.4%-ով, ձուկ ծովամթերքը 44%-ով, կաթնամթերքը 14.5%-ով, ձուն 30%-ով։ Մի շարք ապրանքների գծով եւս արձանագրվել են թանկացումներ։ Միասնիկյան պողոտայում ավտոբուսի եւ մեկ այլ մեքենայի հետ վթարի հեղինակ 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողության։ Կիրառվել են համացանցից օգտվելու սահմանափակումներ։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ բողոքարկելու են դատանի որոշումը։ Համացանցում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Վարդան Մարկոսյանը խոսում վարորդներից ինչ-որ մեկին նվաստացնելու մասին։ Mercedes Magnus-ի մեքենան սկսում է վարել մեծ արագությամբ եւ վտանգավոր մանևրից հետո բախվում 53 երթուղին սպասարկող ավտոբուսին։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողներն իրենց սպասարկման տարածքում շրջայց կատարելիս Դավթաշենի գերեզմանատան մոտ տարօրինակ վարկ դրսևորող վարորդի են հանդիպել։ Ոստիկանների մոտենալուն պես վարորդը մեքենայից ստվարաթղթե տուփ է ցած նետել։ Թմրամիջոցի ապօրինի պահման եւ իրացման կասկածանքով ձերբակալված վարորդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Ավելի ուշ պարզվել է, որ տուփի մեջ իրացման համար նախատեսված ընդհանուր 210 գրամ քաշով մեթամֆետամինով 4 փաթեթ է եղել։ Տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է։ Նախարարը վստահեցրել է, որ հայկական անձնագիրը աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է լինելու։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հիմա եղանակային կանխատեսումների ժամն է, մեզ է միանում Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով, տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում, ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի մոտ 4-ից, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 20-ից 26 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 28-ից 32, Լոռիում 22-ից 26, Տավուշում 27-ից 30 աստիճան, Հարերատում, Արմավիրում կդիտվի 32-ից 35, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 30-ից 33, Սյունիքի նախալեռներում 23-ից 26 աստիճան։ Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 20-ից 23, ցերեկը 32-ից 34, երեկոյան 26-ից 28 աստիճան։ Ժամի հիմնական թողարկումն ավարտված է, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք։